Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 30-ին հանդիպել է պահնորդական գործունեություն ծավալող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, մասնակցել են նաև ներքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նոր օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց մի շարք օբյեկտների պահպանությունը ոստիկանությունից փոխանցվում է մասնավոր պահնորդական կազմակերպություններին։ Այդ համատեքստում Արմեն Մկրտչյանը նշել է, որ գործընթացի սահուն անցման նպատակով ներքին գործերի նախարարությունը որպես լիազոր մարմին պատրաստ է մեթոդապես աջակցել մասնավոր հատվածին պահպանությունը պատշաճ իրականացնելու համար։ Նա նշել է, որ այդ օբյեկտները ունեն առանձնահատկություններ, որոնք կարևոր է տիրապետել եւ դրանց պահպանությունն առավել զգոն կազմակերպել։ Միաժամանակ Արմեն Մկրտչյանը հիշեցրել է, որ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նաև օրենսդրական մյուս կարգավորումները, ըստ որոնց լիցենզիա ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները պարտավոր են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել օրենքով սահմանված նոր պահանջներին եւ այդ պահանջները չկատարելու դեպքում նախարարությունն իր մանդատի շրջանակում հետամուտ կլինի պահնորդական կազմակերպությունների լիցենզիայի գործողության դադարեցմանը։ Քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության իրականացման ընթացքում առաջացած կազմակերպչական եւ իրավական խնդիրները, պետական օբյեկտների պահպանության առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև անձնակազմի համալրման եւ պատրաստվածության հարցերին, պահնորդների տարիքային շեմին եւ զենքի լիցենզավորման գործող ընթացակարգերին։ Կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները գույքագրվել են դրանց արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։ Մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարևորել են համագործակցությունը, վստահեցնելով, որ պատշաճ կերպով ապահովելու են պահպանությունը եւ պատրաստակամություն հայտնել ներգրավել առաջարկվող լուծումների մշակման գործընթացում, իսկ ներքին գործերի նախարարությունը մշտադիտարկելու է ընթացքը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով ոլորտի լավարկման նպատակով նմանօրինակ հանդիպում քննարկումները շարունակական են։